Նախ սկզբից ասեմ, որ այդ process-ի մասին, այսինքն, որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր։ Հիշում եք, երկար ժամանակ, գրեթե մի տարի, մենք խոսում էինք այն մասին, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին չկա։ Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների։ Չկա, բայց մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի Հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։ Իրանք էլ տեղեկություն այդ պայծրությամբ Ոչ, բացարձակապես ոչ, եւ իրանք զարմացան, ասեցին, ոնց կարող է փաստաթուղթ լինել ու մենք չեղյակ չլինեինք։ Մեր մասին ու առանց մեզ փաստացի։ Այո։ Ես ասում եի, այնուհանդերձ գնացեք։ Այդ ընթացքում երկու անգամ տեղի ունեցավ անվտանգության խորհուրդների, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հանդիպումներ։ Համատեղ նիստ արեցին, չէ՞, պարոն Նալբանդյան։ Այո, երկու անգամ։ Եվ երկու անգամ էլ այդ նիստում հայտարարվեց, որ փաստաթուղթ չկա։ Ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում եմ, լսեք, կա փաստաթուղթ։ Ասում եմ, ոնց կարող է այդքան մարդու ներկայությամբ մեզ չասեն, խաբեն, որ չկա այդպիսի փաստաթուղթ։ Ես էլ ասեցի վերջին անգամ, ասեցի, լսեք, ես իմ ասածը ասեցի, ես իմ ինֆորմացիան ձեզ փոխանցեցի, մնացածը դուք գիտեք, Իրան եք հավատում, գնացեք Իրան հավատացեք։ Այդպես ընթացավ մինչև Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ արդեն մի տարի, 20 թվականի մայիսին, թե հունիսին, արդեն հստակ չեմ հիշում, հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Եվ հիմա ասեմ, այդ փաստաթուղթը ես տեսել եմ, ոչ թե այն ժամանակ, ես տեսել եմ, ներևի արդեն տենց մի 8-9 ամիս սրանից առաջ։ Առաջարկի փաստաթուղթը 19 թվականին։ Այո, այո։ Եվ պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ որ ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում եմ կա փաստաթուղթ, ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Կարծում էի, թե տվել եմ փաստաթուղթ, որը ընդունելի չի մեզ համար։ Բայց բանից պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետև այնտեղ երեք սկզբունքները կային։ Ճիշտ է, որ մեր բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտումը առանձնացված էր առաջին, այսինքն առանձին կետով, իսկ այստեղ պրեամբուլայում այդտեղ էր նշված, այսինքն սա ամբողջովին հնարավորություն կտար նորմալ բանակցելու պարագայում այդ կետն էլ առանձնացնել եւ գնալ խնդրի լուծման։ Ընդ որում, ես կարծում եմ, որ եթե ճիշտ բանակցվեր, այդ փաստաթղթին կգումարվեր եւս երկու փաստաթուղթ։ Դժվար թե դուք հիշեք, բայց վստահ եմ, որ մեզ դիտողներից շատ-շատերը հիշում են, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը 21 թե 22 թվականին ասեց, որ գոյություն ունեցել 3 փաստաթղթեր։ Այսինքն հաստատեց այն, ինչ որ ես
մի անգամ դրա մասին ասել էի, թե ինչու ինքը իրան գժի տեղ դրեց, այդ իր խոսքերն է, իմ խոսքերը չեն, կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը, իսկ առանց փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել։ Եթե մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, ինքը իրեն բերել էր ոչ մի թիզականի տեղ էլի։ Պարոն նախագահ, Իսկ ոչ մի թիզականությունը կորցարար։ ներողություն էլի, ես հիմա դուք ասեցիք բան, որը ըստ էության առաջին անգամ է ասվում։ Այո, Գոնե 19 թվականի փաստաթղթի վերաբերյալ այդ բացահայտումը։ Սա արձանագրենք, բայց մի հարց հենց այդ համատեքստում։ Լավ, ինքը ոչ մի թիզական էր խոսքով, խոսքով։ Պրակտիկ ինքը պատկերացնում էր, որ դա մերժել է իրան գժի տեղ դնելը, հանգեցնելու է ինչին։ Իսկ Ալիևն ասելու է դե լավ գիժա, անցնենք առաջ կամ համանախագահները։ Ես ուզում եմ այդ հասկանամ, էլի օրինակ ինչ էր Նարեկ, իսկ դու չես կարող պատկերացնել, ասինքն 18-19 թվականների Հայաստանի կառավարչի մեծամտությունն ու ոգևորությունը։ Կարող էր արդյոք ինքը մտածել, որ ինչպես կարող է Ադրբեջանի պես երկրի ղեկավարը հարձակվի ժողովրդավարության բաստիոնի վրա։ Ճիշտ է, ասում։ Այսինքն հնարավոր է, չէ՞, այդպիսի տարբերակ։ Իհարկե ինքը ասած չէ, սա հարցազրույց եմ տալիս Ադրբեջանում իշխանապողությունը լինի։ Հենց մենակ է տարբեր այնքան այդպիսի բաներ եղան։ Այսինքն դժվար է էլի միջև վերջ կանխագուշակել այդպիսի մարդու կամ այդպիսի մարդկանց մտածելակերպը։ Կարծում եմ իր հետագա գործողությունները շատ-շատերի մոտ արդեն adekvatության պատկերացումները փոխեցին, թեպետ 18-19-ին դա այդքան նկատելի չէր, ինչքան 20-ից պատերազմից հետո, ուստի ես էլ եմ անկեղծ ասած, ես ձեր ասացի համատեքստում մտածում, որ ինքը այդ իրա տենց դուխով տղայի կերպարի մեջ մտածում էր, որ այդպես միջև վերջը դուխով է եւ երևի թե դրանով է նաեւ պայմանավորված այն, որ անհետ Հայաստանը այո, հենց այդ է ասում էլ, որ տենց անհետ արտահայտություն անել առանց մտածելու, որ դե պայտակ էլի ինչ որ տենց իմպուլսիվ կամ նաեւ իր կերպարը հաշվի առնելով։ Գիտեք ինչ կուզեի ձեզանից իմանալ, պարոն նախագահ, շատ է